Հայաստանը արդեն ըստ էության Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսից հետո ընդդիմադիր պատիվ ունեմ եւ Հայաստան խմբակցությունների падգամավորներն ու համակիրները ֆուտբոլային լեզվով ասած պասերով միմյանց մեղադրում են, սպառնում, անցյալի դրվագներ հիշեցնում, իսկ նրանց հետևորդներն ու հասարակության մի զգալի հատված սպասում է կրկին ֆուտբոլային լեզվով ասած գոլին։ Չեն հնչել բազմաթիվ հարցադրումներ, օրինակ 2018 թվականին իշխանությունների գործողությունների կամ օրինակ անգործությունների մասով, բազմաթիվ հարցեր կապված 2008-2018 թվականների հետ կապված նախագահ Քոչարյանի դեմ իրականացված մեդիա արշավի մասին։ Նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք պարզվեց, որ այս 7 տարիա տիրաժավորում էին այն սուտը, այն ստերի կծիկը, որը ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանի։ Թեև երկու ուժերի միջև ակնհայտ փոխհրաձգությունը մեդիատիրույթում կարծես նորություն է, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի համոզմամբ Քոչարյան-Սարգսյան հակասությունները նոր չեն, պարզապես վերջին շրջանում շատ ավելի վառ ձևով են արտահայտվում։ Այս ամենը Չախոյանի կարծիքով պայմանավորված է 2026 թվականին սպասվող ազգային ժողովի հերթական ընտրություններով եւ երկու ուժերն էլ թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ճամբարները գիտակցում են, որ ազգային ժողովի հերթական ընտրություններում ոչ մի շանս ու հնարավորություն չունեն իշխանության գալու, հետեւաբար պայքարում են ընդդիմության առաջին շարքերում լինելու համար։ Էությունը պայքարի կայանում է նրանում, որ ամեն մեկը իր հերթին փորձում է մեր ընդդիմադիր քաղաքացիներին ներկայանալ շատ ավելի ընդդիմադիրի կերպարով կամ ստանձնել ընդդիմության առաջնորդի դերը, այսպես ասած։ Տրամաբանությունը պարզ է գործում, ով կլինի համար 1 ընդդիմությունը, նրա շանսերը հետագայում 26-ից հետո իհարկե, հետագայում շատ ավելի բարձր կլինի իշխանության գալու։ Այս ամբողջ պայքարի իմաստը դա է, ուրիշ ոչ մի բան։ Դիտարկման է երկու ընդդիմադիր ուժերը, որոնց միջով կարծես սև կատու է անցել իրար սևացնելու ճանապարհին, ամեն մեկն իր հերթին փորձում է ապացուցել, որ մյուսը այսպես ասած աշխատում է Նիկոլ Փաշինյանի համար։ Իսկ եթե ավելի պարզ, Քոչարյանը եւ Հայաստան Դաշինքը մեղադրում են ՀՀԿ-ին 2018 թվականին իշխանությունը այսպես ասած բանդիկով Նիկոլ Փաշինյանին տալու համար, հանրապետականն էլ իրենց հերթին պնդում են, որ 2008-ից 18 թվականներին Քոչարյանին պատկանող տարբեր լրատվամիջոցներով հակաքարոզ է տարվել Սերժ Սարգսյանի դեմ, իսկ 2018 թվականի հեղափոխության ժամանակ Քոչարյանի մերձավորները հրապարակ են լցրել։ Ավելի շատ զավեշտի է վերածվել այս ամեն ինչը, ուժերից մեկը մյուսին մեղադրում է 2018-ին Նիկոլ Փաշինյանին իշխանություն տալու համար, այն մյուսը հակառակ կողմին մեղադրում է 2020-ից հետո ընդդիմության առաջնորդի դերը ստանձնելու, փողոցային պայքարը տապալելու համար, երկու դեպքում էլ սա ավելի շատ հիշեցնում է շատերիս այն հայտնի սքեչի պատմությունը, բոշա փչացած մեղադրանքներն են միմյանց հասցեին հնչեցնում, բայց այս դեպքում հանուն արդարության պետք է ասեմ, որ երկու կողմերն էլ սխալ ուղղությամբ են գնում, ճակերտավոր ասած փչացած են, որովհետև մի պարզ իրականություն մինչև այսօր երկու կողմն էլ չի գիտակցել, որ ոչ 2018-ին եւ ոչ էլ 2020 թվականից հետո եւ 21 թվականի ընտրություններին ոչ մեկ Նիկոլ Փաշինյանին իշխանություն չի տվել, բացի Հայաստանի Հանրապետության ժողովրդից։ Այս երկու ուժերն էլ այս պարզ գիտակցությունը մինչ օրս ձեռք չեն բերել, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ միայն ժողովուրդն է օժտված այդ իրավունքով, որից է մեկին իշխանություն տալու կամ իշխանությունը նրանից վերցնելու, ինչպես եղավ օրինակ 2018-ին։ Տարիներ շարունակ ընտրություններ կեղծած, տարիներ շարունակ է ժողովրդին կեղեքած, տարատեսակ կեղծիքներով իշխանությունը զավթած այս երկու ուժերի համար այդ տրամաբանությունը շատ խորթ է, որովհետև չեն հաշտվում եւ համակերպվում այն մտքի հետ, որ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է բացառապես ժողովրդին։ Անդրադառնալով որոշ վերլուծաբանների այն դիտարկումներին, թե Քոչարյան-Սարգսյան այսպես ասած հակամարտության պատճառներից մեկն այն է, որ Հայաստան Դաշինքը որպես նոր առաջնորդ աճեցնում է Լևոն Քոչարյանին, ինչի հետ հաշտ չէ Սերժ Սարգսյանը եւ չի ուզում նման առաջնորդի պարագայում այդ ուժի հետ համագործակցել, Չախոյանը պատասխանում է. Կարծում եմ դա բացառապես Սերժ Սարգսյանի վերջինիս թիմակիցների բացառիկ իրավունքն է, կմիանան Քոչարյանականներին, թե չեն միանա, մեծ հաշվով իշխանության համար դա երևելի բան չի փոխում։ Ասուլիսի ժամանակ էլ վերջին ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը իշքան հիշում եմ հայտարարեց, որ դեռ չեն կողմնորոշվել, թե արդյոք ով կղեկավարի կամ կստանձնի առաջնորդությունը ընդդիմության, ինքը թե իր որդին Լևոն Քոչարյանը։ Ես դες ասեմ, իշխանության համար էական եւ ոչ մի տարբերություն չկա։ Չնայած մեր քաղաքացիների համար ինչ որ էական տարբերություն կարելի է գտնել, որովհետև եթե Ռոբերտ Քոչարյանը իր քաղաքական կարիերայի ընթացքում ինչ որ բաների
հաջողել է, ինչ որ ձեռքբերումներ է ունեցել։ Ի վերջո եղել է Հայաստանի Հանրապետությունում վարչապետ, եղել է նախագահ, թեկուզ եւ կեղծված ընտրություններով, նույնը չի կարելի ասել վերջինիս որդու մասին, որովհետեւ քաղաքականության մեջ ինձ թվում է բոլորը շատ լավ հիշում են, թե ինչպես դարձավ падգամավոր, ինչպես իրար հերթ չտալով հրաժարվեցին մանդատներից Հայաստան Դաշինքի падգամավորները, որպեսզի Լևոն Քոչարյանը դառնա падգամավոր ու այդ թվում նաև խուսափի քրեական պատասխանատվությունից։ Վերջինիս ձեռքբերումներից կարելի է մատնանշել այն, որ Լևոն Քոչարյանի այս կյանքում ամենամեծ ձեռքբերումը նա է, որ հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի որդին եւ հանդիսանում է երգչուհի Սիրուշոյի ամուսինը։ Մեկնաբանելով ընդդիմադիր շրջանակների այն պնդումները, թե Ադրբեջանում անհանգստացած են այն բանի համար, որ Ռոբերտ Քոչարյանը 2026 թվականին սպասվող ընտրություններում կրկին կարող է տեխնացություն դնել եւ Լևոն Քոչարյանի այն հայտարարությունը, թե օրվա իշխանությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի համար նվեր է, Չախոյանն ասում է, սա շարքային մեդիա մանիպուլյացիայի փորձն է։ Փորձ է արվում Քոչարյաններից, ինչպես ժամանակին փորձ էր արվում Ռոբերտ Քոչարյանից, հիմա նույն ձև փորձ է արվում Լևոն Քոչարյանից կերտել, այսպես ասած, անհաղթահարելի կամ ճակերտավոր ասած, ինչպես ինքն էր ներկայանում, ոյնի կերպարով, անպարտելի ոյնի կերպարով։ Ես ձեզ ասեմ, Հայաստանում նույնիսկ անհանգստություն չի առաջացնում քաղաքացիների մոտ այն փաստը, որ Լևոն Քոչարյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կփորձի մասնակցել 26 թվականի ընտրություններին, ուր մնաց թե Ադրբեջանում։ Կամ մեկ այլ բան ասեմ, իսկ միգուցե Ադրբեջանում այլ բանի համար են անհանգստացած, որ Ադրբեջանին կհաջողվի ենթադրենք օրինակի համար, ինչպես 90-ականներին էր Քոչարյանի հետ քննարկվում ու բանակցվում էր մեղրին վերադարձնելու հարցը, 26-ի ընտրություններից հետո հնարավոր կլինի նույն Քոչարյանի հետ նորից բանակցել մեղրի փոխանակման հարցի շուրջ։ Հարցին իսկ որքանով է հավանական համարում այդ սցենարը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանում է. Քոչարյանի դեպքում ոչինչ չպետք է բացառել, քանի որ նա մարդ է, որը դեռ իշխանության չեկած, կասկածի տակ է դնում Հայաստանի ինքնիշխանությունը։ Շատերը կհիշեն, երբ հարց հնչեց վերջինիս, թե ինչ է մտածում միութենական պետության մեջ կազմի մեջ մտնելու մասին, ասեց, որ պետք է մտածել այդ հարցի շուրջ։ Այսինքն այս մարդը դեռ իշխանության չեկած, արդեն իսկ հարցականի տակ է դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Մի մարդ, որ 90-ականներին բանակցել էր այն հարցի շուրջ, որ մեղրին պետք է փոխանակել եւ պատրաստ է փոխանակել, մի մարդ, որ խոսույթ ու ակնկալիքներ ձևավորեց Ադրբեջանում, որ Ադրբեջանը հնարավորություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որևէ տարածք վերցնել իր վերահսկողության տակ, խոսքը մեղրի տարածաշրջանի մասին է ու խոսույթ ձևավորվեց հետագայում Արևմտյան Ադրբեջան, Զանգեզուրի միջայլոց այդ խոսույթի նախահայրը հենց Ռոբերտ Քոչարյանն է։ Քոչարյանի դեպքում կարող եմ ասել, որ ոչ մի բան բացառված չէ։ Դիտարկմանը Քոչարյանը դա բնութագրում է իբրև ճկուն դիվանագիտություն, Չախոյանն արձագանքում է. Կանայք, բայց դա ճկուն դիվանագիտություն չէ, դա կոպիտ արտահայտվեմ, գեղցի շուստրություն է։ Գնալ հարևան պետությանը խոստումներ տալ քո ինքնիշխան տարածքի փոխանակման մասին, հետո կանգնել գլուխ գովել, թե տեսեք խոստացա, բայց չտվեցի, բայց ոչինչ որ ակնկալիքներ ձևավորվեց Ադրբեջանում, ոչինչ որ խոսույթներ ձևավորվեց Ադրբեջանում։ Ու Ադրբեջանը այսօր էլ որ թմկահարում է Զանգեզուրի միջանցք Արևմտյան Ադրբեջան, այդ կեղծ թեզերը փորձում է առաջ տանել, այդ կեղծ թեզերը հիմքը դրվել է դեռևս 90-ականներին, երբ Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը բանակցում էին մեղրի տարածաշրջանի փոխանակման շուրջ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի համոզմամբ 2026 թվականի ընտրությունների արդյունքներով Քոչարյանը գուցե ընդդիմության շարքերում նորից հայտնվի, սակայն կրկին իշխանության գալը բացառված է։ 21 թվականի ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե մինչև քոքը մաշեցնելու է, հիմա հակառակ process-ն է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյանը իր բոլոր ուժերի ներածին չափով մինչև քոքը մաշվում է։ Դա իրենց կարծիքն է, իրենք իրավունք ունեն ունենալ իրենց կարծիքը, թերևս փորձը ցույց է տալիս, որ 2021 թվականի ընտրություններից հետո բոլոր փողոցային եւ այլ տեսակի պայքարները վերջաբանը եղել է շատ վատը ու խայտառակություն ընդդիմության համար, որովհետեւ ամեն անգամ փողոց դուրս գալուց հետո ընդդիմությունը
խայտարակվել է մինչև վերջի աստիճանը։ Տարոն Չախոյանի խոսքով իշխանական թիմի համար էական չէ, թե ով կլինի ընդդիմության առաջնորդը՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Քոչարյանը, թե մեկ ուրիշը իշխանությունն ունի իր հստակ օրակարգը, ռազմավարությունը, քաղաքականությունը եւ շարժվում ու առաջնորդվում է դրանով։